Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացվել է Ռուսաստան-Ուկրաինա նահանգներ եռակողմ բանակցությունների երկրորդ փուլը։ Աբու Դաբիում աշխատել են նույն ձևաչափով, ինչ նախորդին եռակողմ խորհրդակցություններ, խմբային աշխատանք եւ դիրքորոշումների հետագա սինխրոնացում։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը հստակեցրել էր ուկրաինական պատվիրակության առջև դրված խնդիրն ու քննարկման շրջանակը, հայտարարելով չի բացառվում մոտ ժամանակում Կիևն ու Մոսկվան պատանդներ փոխանակեն։ Наша украинская позиция дуже Մեր դիրքորոշումը շատ հստակ է, պատերազմը պետք է ավարտվի։ Իրականում հենց Ռուսաստանն է, որ պետք է պատրաստ լինի դրան։ Գործընկերները նույնպես պետք է պատրաստ լինեն դա իրապես ապահովել անվտանգության երաշխիքներով ագրեսորի վրա իրական ճնշմամբ։ Բացահայտվել են բանակցությունների գլխավոր թեմաները, տնտեսական հարցեր, տարածքներ ու կրակը դադարեցնելու մեխանիզմներ։ Ռուսական կողմը կարծես գոհ է եռակողմ հանդիպումից։ Կիրիլ Դմիտրիևը հայտնել է, որ բանակցություններում առաջընթաց ու դրական տեղաշարժ կա, սակայն նշել է նաև պատերազմը թեժացնողների անունները։ Որոշակի ցուցիչ կարող է լինել այն, որ Եվրոպայից եւ Բրիտանիայից պատերազմ հրահրողները անընդհատ փորձում են միջամտել այս գործընթացին, անընդհատ փորձում են մեջ ընկնել։ Որքան շատ են նման փորձեր անում, այնքան ավելի են համոզվում, որ անկասկած դրական առաջընթաց կա։ Ըստ ուկրաինական ու միջազգային մեդիայի աղբյուրների ռուսական կողմն Աբու Դաբիում նոր պահանջ է ներկայացրել Դոնբասի փոխանցումից բացի նաև բոլոր երկրների կողմից այդ տարածքը ճանաչել ռուսական։ Կրեմլից Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ վաղ է ամփոփել Աբու Դաբիի բանակցությունների արդյունքները։ Մեր դիրքորոշումը միանգամայն հստակ է, այն լավ են հասկանում եւ Կիևի ռեժիմը եւ ամերիկացի բանակցողները, որոնք օգնում են այս բանակցություններին եւ որոնց մենք շնորհակալ ենք նրանց ջանքերի համար։ Սակայն մինչեւ օրս Կիևի ռեժիմը համապատասխան որոշում չի կայացրել։ Եռակողմ շփումներն այնքան էլ չեն հուսադրում ուկրաինացիներին։ Ակնհայտ է, որ պատերազմը պետք է ավարտվի բանակցությունների շնորհիվ, բայց չեմ կարծում, որ դա տեղի կունենա այս շաբաթ կամ այս տարի։ Մարդիկ շարունակելու են զոհվել։ Ես իրոք չեմ ուզում, որ ուկրաինացիները սպասեն այդ օրվան, որովհետև դա հիմա տեղի չի ունենա։ Մենք միշտ պետք է աջակցենք մեր բանակին ու մեր ժողովրդին։ Չեմ հավատում, որ ինչ-որ բան կփոխվի։ Մենք չենք զիջելու, նրանք էլ։ Ոչ մի նոր բան չեմ ակնկալում, կարծում եմ ամեն ինչ նույնն է մնալու, ինչպես եղավ նախորդ բանակցություններից հետո։ Ոմանց կարծիքով զենքով ոչ ոք չի հաղթի, ոմանք էլ հուսով են, որ բանակցությունների արդյունքում Ուկրաինայի համար շահավետ որոշում կկայացվի, բայց տարածքներ չեն հանձնելու։ Մինչ բոլոր կողմերը սպասում են Աբու Դաբիի եռակողմ բանակցությունների արդյունքներին, մարտի դաշտում վիճակը թեժանում է, պատերազմը շարունակում է կյանքեր խլել, 4 տարում շուրջ 55,000 ուկրաինացի զինվոր է զոհվել, այս տվյալը ներկայացրել է Ուկրաինայի նախագահը, Մոսկվան էլ անդադար զգուշացնում է, Ռուսաստանը չի դադարեցնելու պայքարն այնքան ժամանակ, մինչև Կիևը չկայացնի ճիշտ որոշում։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։